Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Մարտի 35 Գյումրիում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ, որին մասնակցում էին 9 քաղաքական ուժեր, 6 կուսակցություն եւ 3 դաշինք։ Ընտրության արդյունքներով ոչ մի ուժ չի կարողացել հավաքել 50%-ից ավելի ձայն, ինչը նշանակում է, որ քաղաքապետ ընտրվելու համար կոալիցիաների անհրաժեշտություն կլինի։ Մասնավորապես քաղաքացիական պայմանագրի տեխնացու Սարիկ Մինասյանը 33 տեղանոց ավականիում ստացել է 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը 3 մանդատ եւ Մայր Հայաստանից Կարեն Սիմոնյանը 2 մանդատ։ Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանը արդեն հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին, սակայն մինչ այս պահը լուռ է Մարտուն Գրիգորյանը։ Ըստ էության ամեն ինչ կախված կլինի Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումից։ Նա երեկ միայն հայտարարեց, որ քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Մամուլն էլ նշում է, որ նա այսօր հանդես կգա հայտարարությամբ։ Այս եւ այլ հարցեր տաղավարում քննարկելու եմ քաղաքագետ նախկին падգամավոր Միքայել Զոլյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Զոլյան, դուք արդեն հասցրել եք ձեր Facebook սոցիալական ցանցում անդրադառնել Գյումրիում տեղի ունեցած ընտրություններին եւ նշում եք մասնավորապես, որ տեղի ունեցավ անցում, քաղաքացիական պայմանագիրը, այսպես քաղաքացիական պայմանագրի հեռացումը փոքր մարդու շահերի պաշտպանությունից դեպի համակարգի շահերի սպասարկում։ Սա դիտավորություն էր ձեր կարծիքով, թե քաղաքական հմտությունների պակաս, ինչը բերեց այս շրջմանը, ձեզ համեցեք։ Դա տեսեք, ես ինչ նկատի ունեի, որ երբ որ քաղաքացիական պայմանագիրը ընդդիմություն էր եւ հեղափոխության ժամանակ եւ դրանից հետո կար ընկալում, որ քաղաքացիական պայմանագիրը կամ ժամանակ իմ քայլը, ինքը այնուամենայնիվ, ասած ժողովրդի հետ է եւ ժողովրդին պաշտպանում է պետությունից, ինչ որ իրավիճակներում։ Բնականաբար, երբ որ քաղաքացիական պայմանագիրը դարձավ կառավարող կուսակցություն, այսպես թե այնպես պետքա փոխվեր շատ բան եւ դա նորմալ է, այսինքն ցանկացած կառավարող կուսակցություն սկսում է նույնանալ պետության հետ, սկսում է նույնանալ պետական կառույցների հետ եւ այլն, բայց դրա արդյունքում նա կորցնում է քաղաքացիների աջակցությունը եւ հայտնվում են այլ ուժեր, ովքեր իրենց սկսում են դիրքավորել իբրև այսպես ասած փոքր մարդու կամ խեղճ մարդու, ճնշված մարդու պաշտպան։ Եվ սովորաբար դա ձախ ուժերն են անում, սոցիալ-դեմոկրատ, սոցիալիստական, սոցիալ-լիբերալ ավելի ուժերը, որոնք սոցիալական արդարության մասին են խոսում, որոնք խոսում են, ասենք, չգիտեմ, առողջապահության մասին, տրանսպորտի մասին, թոշակների մասին եւ այլն եւ այլն։ Քաղաքացիական պայմանագիրը եւս խոսում է այդպիսի բաների մասին, բայց այնուամենայնիվ քաղաքացիական պայմանագիրը լիբերալ ուժ է հիմնականում, տնտեսության մեջ իրականացնում է քաղաքականություն, որը ավելի շատ նեոլիբերալ բնույթ ունի, եւ այսպիսի մի մոտեցում կա, որ եթե երկիրը զարգանում է, եթե ավելանում է տնտեսական աճ կա, եթե տնտեսական չափանիշները լավն են, ուրեմն մարդիկ էլ լավ կապրեն, բայց դա այդպես չի աշխատում։ Ինչով ըստ էության, պարոն Զոլյան, վերջին տարիներին իշխանությունը անդադար պարտացել է այդ տնտեսական։ Չէ, ճիշտ է, ասեք, այդ մասով ճիշտ է արել, որտեղ իրոք տնտեսական աճ եղել է, որը առաջ հնարավոր չէր, բայց ես այստեղ, պես ասած, էլի մարքսիստական մեթոդաբանությամբ եթե մոտենանք, առավել ևս որ կոմունիստական կուսակցությունն է հաղթել Գյումրիում, չնայած այլ հարցը իրականում ոչ մի կապ չունի կոմունիզմի հետ եւ մարքսիզմի հետ, բայց Մարքսը եթե մարքսիստական մոտեցմամբ նայենք, Մարքսը խոսում էր ֆեոդալիզմի մասին, եւ բուրժուական հեղափոխության մասին։ Հիմա Հայաստանում եղել է 2018-ին բուրժուական հեղափոխություն, որտեղ դրանից առաջ մենք ունեինք ֆեոդալական կարգեր եւ կապիտալիզմի զարգացման համար ճանապարհ է բացվել, որը շատ լավ է, բայց երբ որ կապիտալիզմը սկսում է զարգանալ, դուք պետք է նաեւ ուշադրություն դարձնեք, որ այդ փողը, որը մտնում է երկիր, շատ թեքիչ արդարացիորեն բաշխվի քաղաքացիների միջև, հիմա այս խոսքը նրա մասին չի, որ պետք է հարուստներին ունեզրկել եւ կուլակաթափանել ու բաժանել բոլորի միջև, այլ խոսքը նրա մասին է, որ բարձր է, որ կլինեն բիզնեսներ, ովքեր շահում են դրանից, բայց այդ բիզնեսները պետք է, չգիտեմ, հարկերի միջոցով, սոցիալական պատասխանատվության միջոցով, ինչ որ ուրիշ ձևով այդ շահույթների մի մասը նաեւ հանրությանը
տրամադրեն, հա, որովհետեւ ու դա հետո հենց այդ բիզնեսներին էլ կօգնի, որովհետեւ օրինակ այն ինչ որ ծախսվում է, չգիտեմ, առողջապահության վրա կամ տրանսպորտի վրա կամ ենթակառուցվածքների վրա, դա ամբողջ երկրի զարգացման մասին է եւ դա կամ կրթության վրա, հա, եւ դա նաեւ օգնում է, որ հետո այդ նույն բիզնեսը ավելի շատ փող աշխատի։ Հիմա այս մոտեցումը ես այնքան էլ չեմ տեսնում ներքա կառավարության գործողությունում, որոշ տեղեր տեսնում եմ, բայց որոշ տեղեր չեմ տեսնում եւ որոշ իրավիճակներ կան, երբ որ մարդիկ, հա, իրենց անպաշտպան են զգում։ Օրինակ, չգիտեմ, վարձերը բարձրանում են 2022 թվականին հիշում ենք շեշտակի աճ եղավ, երբ որ ռուսները եկան, հա, եւ շատ մարդիկ զրկվեցին իրենց տներից, որտեղ կարող տարիներով ապրում էին։ Եվ ասենք Երևանի կենտրոնից տեղափոխվեցին Արվարձան, հետո էլ Արվարձանից տեղափոխվեցին։ Հիմա այս ամեն ինչը անմիջականորեն կարող է Գյումրիի հետ այդքան կապված չի, բայց սա միտումներ են, որոնք երկրում կան, հա, եւ երբ որ մարդիկ ինչ-ինչ դժգոհություններ ունեն, հա, այդ ամեն ինչը կապում են իշխող ուժի հետ, հա, արդարացիորեն թե ոչ արդարացիորեն։ Եվ փնտրում են այլ ուժեր, որոնց պետք է քվեարկել։ Իսկ այլ ուժերը փաստորեն ստացվում է, որ ուրեմն կիսաքրեական կամ առանց կիսայի նախկին իշխանությունների հետ կապված ռուսամետ ինչ-որ ուժեր են, որոնք կարողանում են բավականին լավ այդ խաղաքարտը օգտագործել, որովհետև տեսեք, ինչ մոտեցում կա շատերի մոտ, ով ուզում է լինի, մենակ թե Նիկոլո չլինի, ով ուզում է լինին, օրինակ Վարդան Ղուկասյանն է, եւ նրանք քվեարկում են Վարդան Ղուկասյանին, ու մի բան էլ կա, դա էլ ասեմ ու ավարտեմ, էլի, ես մի քիչ երկար ստացվեց։ Տեսեք, նախկինում, երբ որ ընտրությունները կեղծվում էին, ասենք ինչ որ մի հատ տարօրինակ տեխնացուին քվեարկելը, դա մեծ բողոքի ձև էր, բայց մարդիկ գիտեին, որ միևնույն է այս տեխնացուն չի անցնելու, որովհետև միևնույն է կեղծելու են ընտրությունները։ Հիմա այդ բողոքի ձևը մնացել է, գուցե ինչ որ մարդիկ ուղղակի զուտ որպես բողոքի ձև ինչ որ տարօրինակ մարդկանց քվեարկեցին, բայց հիմա ընտրությունները չեն կեղծում, եւ այդ մարդիկ իրոք կարող են դառնալ քաղաքապետ կամ ավականի կամ վարչապետ։ Տեսեք, երբ խոսում ենք այսպես ռուսամետ, գողական, օլիգարխիկ առանցքի մասին, պարոն Զոլյան, որը փաստորեն վերածնվում է, թեև մերժված էր 6-7 տարի առաջ, սա համակարգային ձախողման հետևանք է, հոգեբանական կարոտախտ է, թե հասարակական ընկալումների, այսպես ասած, չվերափոխված ժառանգություն։ Դե այդ շատ բան, ընդհանրապես շատ բաների հետևանք է եւ ընդհանրապես եթե մենք նայում ենք հեղափոխություններին, սովորաբար հեղափոխությանը հետևում է ռեստավրացիա, այսինքն նախկինների վերադարձը, հա, չեմ ֆրանսիական հեղափոխության դեպքում այդպես եղավ, ռուսական հեղափոխության դեպքում նախկինները չվերադարձան, բայց այդ համակարգը վերադարձավ, հա, այսինքն եթե 17 թվականից առաջ Ռուսաստանը բռնապետություն էր, ապա Ստալինի օրոք Խորհրդային Միությունը ել ավելի ուժեղ բռնապետություն էր, հա, այսինքն հա մարդիկ նոր էին, բայց էությունը չփոխվեց, նույնիսկ ավելի վատացավ։ Այնպես որ սա ցավոք սրտի շատ տարածված երևույթ է, այս իմաստով դա օրինաչափ երևույթ է, հա, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է այսպես ասած հանձնվենք եւ ասենք դե ինչ արած միևնույնն է հեղափոխությանը միշտ հետևում է ռեակցիայի շրջանը եւ պետք է տեսնենք թե ինչ կարող ենք անել, հա, եւ այստեղ ես կարծում եմ շատ կարեւոր է մի քանի բան, նախ արտաքին ազդեցությունը, որովհետեւ մենք ունենք ԶԼՄ-ների, չգիտեմ, տարբեր ինչ-որ կարծիք արտահայտողների եւ այլն, այսպես էկո համակարգ, որը անցկացնում է Կրեմլի շահերը, անցկացնում է Կրեմլի արժեհամակարգը, սկսած ինչ-որ ռադիո ալիքներից, որտեղ, ասենք, այդ շանսոն ոճով ռուսական երգեր են վերջացած տեխնացուների, որոնք հենց խոսում էին բացահայտ տեքստով։ Հենց բացահայտ այդ ամեն ինչը ասում է եւ այստեղ գիտեք ոնց, ասենք ոնց եթե դուք ամբողջ օրը ասենք մարդիկ մեքենայում լսում են ռուսական շանսոն, բնականաբար իրենք կքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին, ոչ բոլորը իհարկե, բայց շատերը, հա։ Եվ օրինակ երբ որ գնում ես նույն Վրաստանը, չնայած հիմա Վրաստանը իր խնդիրները ունի, բայց այնուամենայնիվ 2000-ական թվականներից այնտեղ այդ ամեն ինչը խիստ կրճատվել է, հա, եւ այնտեղ այդ ներկայությունը այսօրվա կրեմլյան արժեհամակարգի շատ ավելի փոքր է։ Նույնը նարատիվները, որոնք այսօր Հայաստանում շրջանառվում են ԶԼՄ-ների կողմից, փորձագետների կողմից, շատ հաճախ դրանք ձևավորված են Ռուսաստանում, հա, հենց կրեմլյան շրջանակներում, որտեղ Ռուսաստանը դա նաև ընդդիմադիրներն են, հա, դա նաև, չգիտեմ, անկախ ԶԼՄ-ներն են, ովքեր հիմա գործում են ճիշտ է ոչ Ռուսաստանում, բայց ամեն դեպքում լրիվ այլ տեսակետ են հայտնում։ Դրա համար ես շեշտում եմ, որ հենց կրեմլյան տեսակետները շատ ուժեղ են Հայաստանում, բայց սա մի գործոնն է։ Երկրորդը նաև, որ այդ նախկին քրեաօլիգարխիկ այդ վերնախավի
հզորության տնտեսական հիմքը ինքը չի վերացել, հա, այսինքն այդ մարդիկ ինչ ունեցվածք ունեին, այդ ունեցվածքը շարունակում են պահել։ Այսօր եթե ես համոզված եմ, որ Հայաստանում եթե տեսնենք ով ինչի տերն է, հա, կպարզվի, որ, չգիտեմ, Հայաստանի կեսը առնվազն պատկանում է այդ մարդկանց եւ կարող է եղբոր կամ, չգիտեմ, որդու կնոջ հարևանի անունով են գրանցված այդ ամեն ունեցվածքները, բայց մեծ հաշվով տնտեսական ոլորտը այդ մարդիկ են վերահսկում եւ նաև այն քաղաքականությունը, որը ձեռնտու է խոշոր բիզնեսին, փաստորեն ստացվում է ձեռնտու է այս մարդկանց։ Հիմա փոքր բիզնեսները ընդհանրապես փակվում են, հա, այս նոր հարկերին չեն դիմանում, բարձրացած գներին չեն դիմանում, չգիտեմ, Երևանի կենտրոնում, որ քայլեք, կտեսնեք ինչքան սրճարան կա, որը փակվել է ու դրա տեղը օրինակ բացվում է ինչ-որ ցանցային տեղ, հա, ասենք իսկ այդ ցանցերը պատկանում են շատ հարուստ մարդկանց, որովհետև չի կարող մի քանի ուղակի երիտասարդ միանան ու ցանց ստեղծեն։ Մի քանի երիտասարդ կարող են սրճարան բացել, հա, բայց այդ ցանցը դա նշանակում է ումն է, ինչ-որ այս հարուստներից ինչ-որ մեկին է։ Իսկ ովքեր են այդ հարուստները, մեծ մասամբ, իհարկե կան բացառություններ եւ շատ են, բայց մեծ մասամբ դա այդ նույն նախկին քրեաօլիգարխիկ էլիտայի ներկայացուցիչներն են կամ նրանց հետ կապված մարդիկ։ Տեսեք, երբ հասարակության նաև մի մեծ մաս չի մասնակցում ընտրություններին, մենք դա տեսել ենք նաև Երևանի ընտրությունների պարագայում, հիմա ականատեսներ եղանք նաև Գյումրիում, հա, նույն պատկերին, իսկ հաղթողը փաստորեն ներկայացնում է փոքրամասնություն։ Ինչպես է ձևավորվելու քաղաքական լեգիտիմությունը, պարոն Զոլյան, ինչ վտանգներ կան այստեղ եւ ինչպես կարելի է ընդհանրապես այս ճեղքը փորձել հաղթահարել։ Դե նախ ինչի այսպես եղավ, հա, ինչի շատերը չեն մասնակցում, ես կարծում եմ, որ այստեղ որոշակի այսպես ճեղքում կա, հա, կամ պարակտում կա այն բևերի ներսում, որը արեց հեղափոխությունը 2018 թվականին, հա, որտեղ 18 թվականի հեղափոխության հիմնական շարժիչ ուժերն էին մի կողմից ՔՊ-ն, հա, եւ քաղաքական ակտիվիստները, այնտեղ մենակ ՔՊ-ի ակտիվիստները չէին, նաև ուրիշ լիբերալ կուսակցությունների ակտիվիստներ էին մասնակցում։ Եվ մյուս հիմնական ուժը քաղաքասարակությունն էր։ Հիմա քաղաքասարակության եւ ՔՊ-ի միջև կարծես որոշակի անդունդ է առաջացել։ Քաղաքասարակությունը ՔՊ-ին ուրեմն քննադատում է ամբողջ ժամանակ։ Եվ այդ չնայած քաղաքասարակությունը ինքը քանակով շատ մեծ չի, բայց բավականին ազդեցիկ է եւ այդ քննադատությունը նաև ազդում է այն մարդկանց վրա, ովքեր կարող են գնալ ՔՊ-ին ընտրել։ Նրանք չեն գնում ՔՊ-ին չեն ընտրում, իհարկե Վարդան Ղուկասյանին էլ չեն ընտրում, բայց Վարդան Ղուկասյանի ընտրողը միշտ էլ կա, հա, այսինքն այդ այն մարդիկ են, ովքեր ասած հավատարմություն են պահում եւ մի մասն էլ, ասենք, չգիտեմ, փող բաժանելով կամ ինչ-որ ուրիշ ճանապարհներով միանում է նրանց։ Եվ արդյունքում ստացվում է, որ այս հեղափոխական բևերը պարակտված է, հիմա չեն քննարկում ում մեղքով, հա, երևի զգալի է ՔՊ-ի մեղքը, զգալի է նաև քաղաքացիական հասարակության մեղքը, հա, քաղաքացիական հասարակությունը ինքը լայն հասկացություն է, այնտեղ շատ տարբեր մարդիկ կան, այնպես որ բայց ընդհանուր առմամբ, երբ որ իրար չեն կարողանում լսել երկու կողմ, հա, այդ երկու կողմն էլ մեղավոր են։ Եվ այս պարակտման հաշվին այն մյուս բևերը, քրեաօլիգարխիկ բևերը կարողանում է իր ուժերը, ասած, մոբիլիզացնել, եւ հիմա նոր տեխնոլոգիա նրանք մտածեցին, տեսեք, այս իրավիճակը, որը Գյումրիում կա, ինքը արտաքինից նման է շատ զարգացած ժողովրդավարական երկրներում տեղի ունեցող իրավիճակներին, երբ որ ոչ մի կուսակցություն մեծամասնություն չի ստանում։ Բայց փաստացիորեն մենք ունենք իրավիճակ, որ բացի ՔՊ-ից մնացած անցած քաղաքական ուժերը իրենք այդ բևերն են ներկայացնում եւ ի վերջո կառավարվում են նույն տեղից եւ չեն էլ տեսնում համագործակցության որևէ հնարավորություն իշխանության։ Ու հիմա տեսեք, փաստորեն ասենք այդ բևերը ինքը հասկացավ, որ օրինակ, չգիտեմ, Քոչարյանի դեմքով կամ Սերժ Սարգսյանի դեմքով ընտրություններին մասնակցելը որ արդյունքի չի բերում եւ հիմա նրանք ինչ որ երկրորդական մարդկանց են առաջ քաշում ում կապը խաղացողներին։ Դե նրանք ենթարկվում են այդ նախկին խաղացողներին, բայց նրանք անմիջականորեն չեն ասոցացվում դրանց հետ։ Դրա համար այն մարդիկ, ովքեր դժգոհ են ներկայ իշխանությունից, կարող են այս մարդկանց քվեարկել, առանց գիտակցելու, որ նրանք իրենց ձայնը տալիս են, ասենք, Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, որից հետո արդեն այս ձևավորված ուժերը նրանք կընտրեն այն տեխնացուին, ով ձեռնտու է նույն Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին։ Այս առումով ինչ խնդիր ունի լուծելու քաղաքասարակությունը, պարոն Զոլյան, որովհետև քաղաքասարակությունը ըստ էության պիտի վերգտնի իր գործառույթները, որ վերջին շրջանում կամ վերջին տարիներին
բավականին, այսպես ասած, փոփոխվել էր։ Մենք նախկին էնտուզիազմով պայքարող, այսպես քաղաքասարակության ներկայացուցիչներ փաստացի չէինք տեսնում, բայց նախկինում օրինակ կլինի ուղևարցի խնդիր եւ այլ գազի գնի բարձրացում, մենք տեսնում ենք ինչպիսի մոբիլիզացիա է լինում նույն քաղաքասարակության։ Դե տեսեք, նախկին ընդհանրապես քաղաքասարակությունը մինչև 2018 թվական իր վրա վերցնում էր հաճախ քաղաքական ընդդիմության ֆունկցիաները։ Եվ դա շատ լավ էր, որովհետև եթե այդպես չլիներ, մենք կդառնայինք լրիվ ավտորիտար երկիր, բայց երբ որ դու ունես ժողովրդավարական երկիր, թեկուզ ոչ իդեալական ժողովրդավարական, հա, ընտրություններ, որոնք աշխատում են, էլի թեկուզ ոչ իդեալական են, քաղաքացիական ոչ իդեալական են աշխատում, բայց աշխատում են, հա, քաղաքացիական հասարակության ֆունկցիան պետք է փոխվի։ Այսինքն այն մարդիկ, ովքեր քաղաքական խնդիր են լուծում, պետք է դուրս գան քաղաքացիական հասարակությունից եւ զբաղվեն քաղաքականությամբ։ Այս իմաստով ես կարծում եմ շատ ողջունելի է Լևոն Բարսեղյանի օրինակը, որովհետեւ այսօր մենք ունենք քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր քննադատում են ներկայ իշխանությանը, բայց որևէ այլընտրանք չեն առաջարկում։ Լևոն Բարսեղյանը այդ քննադատությունից արեց հաջորդ քայլը եւ ներկայացրեց իր այլընտրանքը։ Ցավոք սրտի այս ընտրություններում հաջողության չհասավ, բայց ինքը միտումը շատ կարևոր եւ այնպես չէ, էլի որ մի տոկոս ձայն հավաքեց, էլի նորմալ քիչ էր մնացել արդեն, հա, մի քիչ էլ որ գուցե ինչ-որ ավելի շուտ սկսվեր կամ ավելի ակտիվ լինեին նրա կողմնակիցները, կարող է եւ անցներ։ Այս իմաստով սա դրական օրինակ է մեզ։ Եվ քաղաքացիական հասարակության այն մասը, որը ունի ընդդիմադիր դիրքեր, ես կարծում եմ, որ այդ մարդիկ պետք է դուրս գան քաղաքացիական հասարակությունից եւ դառնան քաղաքական ուժ, կամ միանան եղած քաղաքական ուժերից որևէ մեկին կամ նորը ստեղծեն։ Այն մարդիկ, ովքեր մնում են քաղաքացիական հասարակության մեջ, իրանք պետք է մշակեն քաղաքական ուժերի հետ, այդ թվում իշխանության հետ, երկխոսության որոշակի ոնց ասեմ, հա, կանոններ, հա, եւ այդ որտեղ երբ որ դու օրինակ ես այն ժամանակվանից սա ասում եմ, հա, երբ որ ասենք Facebook-ում ստատուսներ ես կարդում, որ ինչ-որ կոնկրետ խնդրի մասին է ասում, ամեն ինչ ճիշտ է ասում, բայց վերջում օրինակ գրում է դե միևնույնն է, այս ապիկարները ոչինչ չեն հասկանում, մինչև իշխանությունը չփոխվի։ Ուրեմն այդ ամբողջը իմաստազոր կա լինում, հա, այսինքն կամ դու պետք է կարողանաս կառավարության հետ երկխոսես եւ էլի հիմա կրկնում եմ այդ ծեծված բանը, բայց լավին լավը ասես, վատին վատը ասես։ Այսինքն քաղաքացիական հասարակությունը ընդդիմության ֆունկցիա չունի, նա պետք է կառավարությանը գովի ճիշտ քայլերի համար եւ քննադատի վատ քայլերի համար։ Ընդդիմությունը չպետք է գովի կառավարությանը, ընդդիմությունը ընդհակառակը պետք է քննադատի կառավարությանը եւ ամենևին չունի այդպիսի պարտավորություն, որ ասենք ինչ որ հարցերում կառավարությանը աջակցի, բայց քաղաքացիական հասարակությունը ինքը կոնկրետ հարցերի մասին պետք է խոսի։ Օրինակ, եթե կա ինչ-որ մի ՀԿ, որը օրինակ զբաղվում է որևէ խոցելի խմբի իրավունքների պաշտպանությամբ, նա պետք է այդ առաջնահերթը լինի այդ խոցելի խմբի իրավունքների պաշտպանությունը եւ ոչ թե քաղաքական օրակարգը։ Եվ ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը պետք է այսօր այդ ընտրությունը կատարի։ Բացի դրանից, ես կարծում եմ, որ պետք է նոր սերունդ քաղաքացիական հասարակության եւ այդ սերունդը կա, ուղղակի նրանք պետք է կազմակերպվեն եւ ավելի իրենց ձայնը լսելի դարձնեն։ Եվ կառավարությունն էլ անելիք ունի, հատկապես այսօր, երբ որ այս մենք գիտենք, թա Թրամփի եւ մյուսների այդ քաղաքականության հետևանքով հասարակական կազմակերպություններից շատերը ֆինանսական խնդիր ունեն, զրկվել են դրամաշնորհներից եւ այլն, եւ կարծում եմ, որ ժամանակն է, որ կառավարությունը գոնե մասամբ լրացնի այդ բացը եւ ինչ որ հիմնադրամ ստեղծվի, օրինակ, որը հենց կաշխատի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որը կլինի անկախ կառավարվող, որպեսզի այնպես չլինի, որ կառավարությունը գնում է այդ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որ այդ նույն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կարողանան բյուջեից գումար ստանալ, բայց նաև քննադատել կառավարությանը։ Եվ այստեղ տեղ ունի նաև հայկական բիզնեսը, որովհետև ի վերջո ինչու պետք է, չգիտեմ, Ջորջ Սորոսը կամ ԱՄՆ պետդեպը ֆինանսավորի հայկական ՀԿ-ներին, երբ որ կան, ասենք, հիմա IT ոլորտում կան ընկերություններ, որոնք բավականին շատ փող են աշխատում, ինչու այդ ընկերությունը չի կարող մի քանի տասնյակ հազար դոլար հատկացնել որևէ ՀԿ-ի, որպեսզի այդ ՀԿ-ն Հայաստանի շահերից ելնող ինչ-որ գործունեություն ծավալի։
Տեսեք, պարոն Զոլյան, ինչպես եք գնահատում առհասարակ մեր հասարակության արժեքային դեգրադացիան, արդյոք այդ վտանգը, որի մասին դուք եք խոսում, միայն թե Նիկոլը չլինի, մոտեցումը, որը գործում է եւ որը պատճառ է դառնում ակամա թալանի ու բռնության վերադարձի օգտին քվեարկության, չի բերելու ել ավելի վատ արդյունքների, օրինակ նույն 26 թվականի ընտրություններին, իսկ այդ ընտրությունները բնավել սարերի ետևում չեն ամիսների հաց է։ Կարող է բերել, ես բավականին անհանգստացած եմ այդ ընտրությունները, որովհետև հա, եթե այնպես շարունակվի իրավիճակը, ինչպես հիմա է, ամենայն հավանականությամբ կանխատեսելի են այդ ընտրությունների արդյունքները, բայց ընդհանուր առմամբ կա հասարակության մեջ հոգնածություն, եւ չի ասի դեգրադացիա կամ արժեքային դեգրադացիա, ինչ որ իմաստով հակառակ կա պրոգրես, որովհետև, չգիտեմ, հիմիկվա երիտասարդությունը արդեն նոր արժեքների կրող են շատերը, հա, եւ ես տեսնում եմ եվրոպականացման process-ը, ես Հայաստանում տեսնում եմ, հա, այսօր Հայաստանը շատ ավելի եվրոպական երկիր է, քան 10 տարի առաջ, առավելևս 20 տարի առաջ։ Դրա համար մենք երբ որ տեսնում ենք Վարդան Ղուկասյանին, ով այդ ժամանակաշրջանի, այսպես ասած, վառ ներկայացուցիչը, հա, կամ նման այլ գործիչների, ոմանց մոտ շոկ է առաջանում, որտեղ մենք արդեն հետ ենք սովորել դրանից, բայց 10 տարի առաջ նա լրիվ նորմալ էր ընկալվում, որտեղ դա էր մեր իրականությունը։ Բայց մենք ունենք ուրիշ խնդիր, հա, ես կարծում եմ մենք ունենք հոգեբանական շատ լուրջ հետևանքներ պատերազմի, հա, 2023 թվականի իրադարձությունների, կովիդի ճգնաժամի, համաշխարհային իրադարձությունների, այդ ամեն ինչը շատ լուրջ հոգեբանական ազդեցություն է թողել մեր վրա եւ մեր հասարակությունը պատրաստ չէր այդ ամենին։ Դրան գումարվում է հիբրիդային պատերազմը, որը մեր դեմ վարվում է, դրան գումարվում են մեր մշակութային առանձնահատկությունները, որ մենք իրար լսել չենք կարողանում եւ այս ամեն ինչի արդյունքում մենք չենք կարողանում ձևավորել նորմալ խոսակցություն եւ այդ իմաստով շատ էլի բնորոշ էր այդ հա հերոստա այդ եթերը, որը եղավ, հա, մի քանի բանավեճը, հա, 2 օր առաջ, տեխնացուների միջև ընտրություններից մի քանի օր առաջ։ Ու այնտեղ կար մի տեխնացու, որը ուղղակի գոռում էր եւ սաբոտաժի էր ենթարկում եւ փոխանակ այդ տեխնացուին ուղղակի դուրս անվտանգությունը գա դուրս բերի եւ թողնի մնացածները խոսեն, ասենք ընկել բոլորով համոզում էին, որ ինքը լռի ու մնացածները կարողանան խոսել։ Այսա շատ տիպիկ երևույթ է կարծում եմ մեր հասարակության համար, որովհետև այն մարդիկ, ես շատ եմ դա տեսնում, այն մարդիկ, ովքեր ոչինչ չգիտեն, ոչ գիտելիք ունեն, ոչ փորձ ունեն, ոչ ինչ-որ գաղափարներ ունեն, բայց բարձր գոռում են, այդ մարդիկ հաղթող են դուրս գալի, որովհետև այն մարդը, ով ունի գաղափարներ, ով ունի գիտելիք, նա ստիպված լռում է, սպասում է, երբ իր հերթը կգա, իր հերթը երբեք չի գալիս։ Ու արդյունքում այդ բարձր գոռացողները ստեղծում են մի հատ աղմուկ, որտեղ ամեն ինչ կորում է եւ այն մարդիկ, ովքեր ունեն հետարքիր գաղափարներ, նրանց ձայնը կամ չի լսվում, կամ նրանք ուղղակի թքում գնում են, հա, եւ գիտելիքազուրկ, բարձր գոռողը, այդ բարձր գոռացողներին պետք է չեզոքացնել։ Մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է իրար լսենք, մենք պետք է պատրաստ լինենք, ընդունենք այլ տեսակետի գոյությունը, որի հետ մենք համաձայն չենք, իսկ այն մարդիկ, ովքեր սաբոտաժի են ենթարկում այս խոսակցությունը, այդ մարդկանց պետք է չեզոքացնել։ Սա իհարկե շատ հեշտ է ասել, իրականության մեջ ես չեմ կարծում, որ չեզոքացնել այդքան հեշտ է։ Չեզոքացնել ես նկատի ունեմ, նկատի չունեմ տանել ձերբակալել կամ Սիբիր ակսորել, հա, ուղղակի թույլ չտալ, որպեսզի նրանք սաբոտաժին ենթարկեն մեր խոսակցությունը։ Եվ մինչև 2026 թվականը իհարկե մենք մշակութային այսպիսի մեծ փոփոխություն չենք կարողանա անել, բայց առնվազն մենք կարող ենք ավելի պատասխանատու մոտենալ ամեն մեկս մեր դերին այս ամեն ինչի մեջ եւ այն մարդիկ, ովքեր ինչ-որ բանից դժգոհ են, ես կարծում եմ պետք է քաղաքական հայտ ներկայացնեն։ Թեկուզ չանցնեն, թեկուզ մի տոկոս հավաքեն այդ ընտրություններում, բայց հաջորդ ընտրությունը արդեն ես ամենայն հավանականությամբ ես կարծում եմ, որ իշխանությունը ձևավորվել է կոալիցիայի արդյունքում, որովհետև քաղաքական այն համակարգը, որը մենք ունենք, պարլամենտական քաղաքական համակարգը աշխատում է կոալիցիաների միջոցով։ Այսինքն այլևս որևէ մեկը չի լինի դոմինանտ։ Շատ հավանական է դա, ամենայն հավանականությամբ ԿՊ-ն կհավաքի երևի 40%, 40%-ից ավել, կարող է 50%-ից ավել նաև հավաքի, հա, բայց նաև շատ հավանական սցենար է, որ որևէ ուժ չի ունենա 50%-ից ավել, եւ այդ պարագայում շատ կարևոր կդառնա կոալիցիաներ կազմելը, եւ այդ պարագայում շատ կարևոր է նաև որ քաղաքական ուժերը, որոնք ներկայացված լինեն խորհրդարանում, դրանք լինեն adekvat քաղաքական ուժեր եւ դրանք լինեն քաղաքական ուժեր, որոնք նվիրված են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, Հայաստանի շահերին, այլ ոչ թե սպասարկում են ինչ-որ ուրիշ երկրի շահեր։
թե դրանք կլինեն ձախ, աջ, կենտրոնամետ, ազգայնական, չգիտեմ, պրոգրեսիվ, խաղաղասեր եւ այլն, այդ արդեն ուրիշ հարց է, բայց եթե նրանք լինեն Հայաստանի քաղաքացու շահերը ներկայացնող, նրանք կկարողանան ընդհանուր լեզու գտնել։ Եթե դրանք լինեն արտաքին ուժերը ներկայացնող, ապա կստացվի, որ մենք մեր երկրի կառավարման բանալիները կհանձնենք ինչ-որ մի ուժային կենտրոնի։ Տեսեք, դուք էլ ըստ էության այս Գյումրի ընտրությունների օրինակով նշեցիք ուղղակի եւ անուղղակի միջամտություն, այսպես ռուսական կողմից, եւ այս առումով այս ընտրությունները ցույց դրեցին մեր ներքաղաքական համակարգի խոցելիությունը արտաքին միջամտության առումով։ Սա բոլոր ժողովրդավարական համակարգերի խնդիրն է, որովհետեւ ժողովրդավարական նշանակում է բաց։ Նշանակում է դու բացվում ես տարբեր կարծիքների առջև, տարբեր ինֆորմացիաների առջև, բայց նաև նշանակում է դու արտաքին ազդեցության առջև ես բացվում։ Եվ ես չեմ կարծում, որ դրա այլընտրանքը փակվելն է, հա, այսինքն վերցնել ինչ-որ մի հատ բռնապետական համակարգ հիմա ստեղծել ու ով այդ համակարգի մեջ չի տեղավորվում, այդ մարդկանց ինչ-որ ձևով հա արգելել եւ այլն։ Բայց ես կարծում եմ, պետք է որոշակի կոնսենսուս ձևավորվի հիմնական քաղաքական ուժերի միջև, ինչպես դա եղավ օրինակ Եվրոպայում, հա, տեսեք Ֆրանսիայում, Գերմանիայում, այնտեղ կա որոշակի կոնսենսուս հիմնական քաղաքական ուժերի միջև եւ կա քաղաքական ուժեր, որոնք մարգինալ են համարվում եւ բոլոր մնացած քաղաքական ուժերը այդ մարգինալների հետ հրաժարվում են համագործակցել, հա, Ֆրանսիայում այդ մարգինալները Մարին Լպենի կուսակցությունն է, Գերմանիայում դա այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությունն է, որը այս ընտրություններում 20%-ից ավել հավաքեց, հա, բայց բոլորը գիտեն, որ այս կուսակցությունը երբևիցե չի դառնա կառավարող կուսակցություն, որովհետև ոչ ոք նրանց հետ չի կազմի կոալիցիա։ Հայաստանում առայժմ քաղաքական հասունության այն մակարդակը չկա, որպեսզի նման համաձայնություն ձևավորվի, բայց գոնե պետք է դրան ձգտել։ Տեսեք, քանի որ նաև եվրոմոտիվացիայի մասին խոսեցիք, ընդհանրապես դրա արժեզրկումը այսօր նկատվում է քաղաքասարակությունում, թե ոչ, եւ ինչպես ընդհանրապես կարելի է այս փուլում վերականգնել արևմտյան, այսպես ուղղության նկատմամբ հանրային վստահությունը։ Դե տեսեք, ես կարծում եմ, որ հենց Գյումրիի ընտրությունները ուղղակի այնպիսի մի ժամանակաշրջանում տեղի ունեցան, երբ ամբողջ աշխարհում տպավորություն կար, որ արևմտյան այդ արժեքները, հա, արևմտյան դաշինքը լուրջ ճգնաժամ են ապրում, հա, Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-Եվրոպա հակասությունները սրվեցին, ընդհակառակը Թրամփը Ռուսաստանի հետ մերձեցում ինչ որ սկսեց, բայց նույնիսկ հենց մի քանի օր առաջ, հա, արդեն բաց դարձավ, որ այդ մերձեցումը կարծես թե այնքան էլ հեռու չի գնա եւ խնդիրներ այնտեղ կան բավականին լուրջ, եւ ես չեմ կարծում, որ ասենք Ուկրաինայում այս տեղի ունեցող պատերազմը ցավոք սրտի այսօր վաղը կվերջանա, հա, ցավոք սրտի այն կշարունակվի այդ պատերազմը եւ Ռուսաստանը կշարունակի զբաղված լինել, այնպես որ ես կարծում եմ, որ այս ռուսական ազդեցության ուժեղացումը, որը մենք տեսնում ենք, ժամանակավոր բնույթ ունի։ Բայց մյուս կողմից ես կարծում եմ կան իրոք հարցեր, որոնց առայժմ մենք լավ պատասխան չունենք, հա, մենք ասելով ես նկատի ունեմ մարդիկ, ովքեր եվրոպական այդ տեսլականի կրողն են, լինի դա այս կամ այն կուսակցության անդամ, թե քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, թե փորձագետ, հաճախ այդ հարցը ինձ տրվում է, հա, որ օքեյ, եթե մենք մտնում ենք Եվրամիություն, մենք պետք է դուրս գանք Եվրասիական տնտեսական միությունից, բայց ինձ օրինակ այս վերջերս մի երիտասարդ հարցնում էր, ով ասենք թեյատուն ունի Երևանում, հա, թեյատուն են բացել, ասում են լավ, որտեղ ես ենք բերելու ապրանքը։ Հա, այսինքն կոնկրետ հարցեր կան, որոնք կապված են ոչ թե արժեքային կողմնորոշումների հետ, այլ տնտեսական հարցերի հետ, հա, եւ այդտեղ մենք այդ պատասխանները պետք է հստակ կարողանանք տալ։ Ես համոզված եմ, որ պատասխանները կան։ Հետո է լինելու, որտեղ է լինելու այդ այլընտրանքը, որտեղից Նաև դա չի նշանակում, որ մենք եթե ԵՏՄ-ից օրինակ դուրս գանք, որ մենք դադարելու ենք առևտուր անել Ռուսաստանի հետ, ինչպես նույն Վրաստանը, որը ԵՏՄ-ի անդամ չի եղել երբևիցե, բայց Ռուսաստանի հետ մոտավորապես նույնքան առևտուր անում, ինչքան մենք, հա, կամ համեմատելի առնվազն։ Բայց այդ հարցերի պատասխանները պետք են ու դրանք պետք է լինեն հստակ պատասխաններ, այլ ոչ թե զուտ տեսական եւ այսպես գաղափարական, հա, այսինքն կամ մենք պետք է ասենք, որ այո, Ռուսաստանի հետ այս շրջանակներում մենք շարունակելու ենք հարաբերվել, կամ մենք ասելու ենք, որ այո, Ռուսաստանի հետ կարող է այստեղ խնդիր ունենանք, բայց օրինակ, չգիտեմ, Արաբական Միացյալ Էմիրություններից կբերենք ինչ որ պետք է եւ այլն, այսինքն սա լուրջ հարցերի մի շրջանակ է, որին մենք պետք է պատասխան ունենանք։ Եվ բացի դրանից մենք նաև կարծում եմ պետք է այդ եվրոպական արժեքները սկսենք կիրառել մեր կյանքում, հա, այսինքն այստեղ դա գալիս է նաև հանդիպում է նրան, ինչ ես ասում էի մեր հաղորդման սկզբում, որովհետև այսօր Եվրոպան
սոցիալապես պես պատասխանատու քաղաքականության լավ օրինակ է, հա, այսինքն օրինակ Ամերիկայում կապիտալիզմը այսպես ավելի դաժան եւ վայրի կապիտալիզմ է, հա, Եվրոպան լինելով տնտեսապես շատ զարգացած տարածաշրջան, լինելով կապիտալիստական տնտեսության, հա, հաջողված օրինակ, միևնույն ժամանակ այնտեղ սոցիալական պաշտպանվածությունը շատ բարձր մակարդակի է եւ նույնիսկ եվրոպական աչերը, հա, նրանք այլ երկրներում ձախ կհամարվեին, որովհետեւ դրանք բոլորը սոցիալական այդ պաշտպանության մասին են խոսում, սոցիալական քաղաքականության մասին են խոսում, հա, եւ օրինակ Գերմանիայում այդ սոցիալական համակարգերը ներդրվել են դեռ Բիսմարկի օրոք 19-րդ դարի վերջում, ով ամենևին ձախ քաղաքական գործիչ չի եղել, հա, ընդհակառակը դասական աճ պահպանողական գործիչ էր, ով այսպես ասած երկաթով եւ արյունով միավորեց Գերմանիան, բայց նրա օրոք ներդրվեցին սոցիալական պաշտպանության որոշակի մեխանիզմներ, որոնք մինչեւ օրս Գերմանիայում գործում են։ Եվ ես կարծում եմ մենք ներքին քաղաքականության մեջ պետք է նաեւ այդ եվրոպական արժեքները սկսենք կիրառել, այսինքն դա զուտ չլինի աշխարհաքաղաքական ընտրության մասին, այլ դա պետք է լինի արժեքները կրելու եւ դրանք կյանքում կիրառելու մասին։ Պարոն Զոլյան, ընտրություններից հետո ընդհանրապես քաղաքական դասեր քաղելու մշակույթին եմ ուզում անդրադառնալ։ Հայաստանում որքանով են ընտրությունները հետընտրական վերլուծության ու բարեփոխման առիթ դառնում, օրինակ քաղաքացիական պայմանագիրը, քաղաքասարակությունը կամ այլ քաղաքական ուժեր պատրաստ են նման ինքնակնդատության, թե շարունակելու են ըստ էության նույն մոդելով շարունակել։ Ընդհանրապես Հայաստանում այ ինքնակնդատության մշակույթը շատ պես թեր զարգացած է եւ ներողություն խնդրելու մշակույթն է նաեւ թեր զարգացած ու այստեղ էլի երկու կողմով է գալիս դա, հա, այսինքն Իդեպ պատգամավորներից մեկը նախորդային ներողություն այսօր ներողություն խնդրեց եւ վայր դրեց։ Հա, եւ վայր դրեց, շատ ցավալի է, որովհետեւ ասենք, նո մի կողմից ակնհայտ է, որ միջադեպ էր եղել, նա պետք է հրաժարական տար, բայց մյուս կողմից ես կարծում եմ նա կարող էր դեռ մնալ եւ աշխատել եւ այստեղ իհարկե լուրջ խնդիր կա, որ նման սադրանքներով ըստ էության ցանկացած քաղաքական գործիչ կարելի է վարկաբեկել ու մենք մնում առանց հետել կադրային սով ունենք ու մնում ենք առանց վառ գործիչների, հա, բայց ամեն դեպքում սա մի առանձին պատմություն է։ Ես կարծում եմ խնդիր կա, որ տեսեք, երբ որ դու զբաղվում ես ինքնակնդատությամբ, դու պետք է նաեւ համոզված լինես, որ հակառակ կողմը դա չի օգտագործի քո դեմ, հա, եթե դու ընդունեցիր քո որևէ սխալը, որ դա չի դառնա, ասած քո գլխին խփելու գործիք։ Ցավոք սրտի Հայաստանում այդ մշակույթը չկա, հա, այսպես ասած ներողությունը ընդունելու նաեւ, հա, այսինքն երբ որ մի կողմը ինչ-որ սխալ է գործում, հետո ասում է ես ներողություն եմ խնդրում ու այդ ներողությունը ընդունվում է։ Այդ ներողություն ընդունելու մշակույթն է նույնքան կարևոր, ինչքան ներողություն խնդրելու։ Դրա համար ես կարծում եմ, որ հանրային դաշտում այնուամենայնիվ բոլորը կշարունակում են փորձել, ասել, որ չէ, մենք չենք պարտվել, չէ, մենք ամեն ինչ ճիշտ ենք արել եւ այլն, բայց այնուամենայնիվ ես որոշակի դրական փոփոխություն տեսնում եմ եւ ես տեսնում եմ, որ ինչ որ գոնե ներքին աշխատանք տարվում է եւ տեսնում եմ, որ քննարկումները ինչ որ տարվում են, ուղղակի կարևոր է, որ մենք կարողանանք այս սև սպիտակ տրամադրությունից դուրս գալ, հա, օրինակ ես շատ հարցերում ես ԿՊ-ի քաղաքականությանը աջակցում եմ, հատկապես արտաքին քաղաքականության մեջ, ներքին քաղաքականության մեջ, սոցիալ-տնտեսական հարցերում շատ հարցերում ես չեմ աջակցում։ Ու իմ այս դիրքորոշումը շատ դժվար է լինում երբեմն բացատրել, որովհետև այն մարդիկ, ովքեր այդպես ամբողջապես մերժում են ԿՊ-ին, ինձ ասում են դու նիկոլական ես եւ քեզ չենք լսում եւ հակառակը ԿՊ-ի կողմնակիցներից ոմանք էլ կարող են ասել, որ շատ ես քննադատում, դու ջուր ես լցնում, ասենք, չգիտեմ, նյուս բևերի սև սպիտակը ոչ միտեղ չտարավ այսքան։ Դրա համար ես կարծում եմ, որ չէ, ինքը սև սպիտակը ինքը այնպես չի, որ զերոյից այդպես ստեղծեցին, հա, ինքը բնորոշ է մեր ընդհանրապես մշակույթին, մեր քաղաքական մշակույթին, բայց պետք է քայլ առ քայլ դրանից հեռանանք, ինչպես զարգացած երկրներում է, հա, որը այդտեղ մարդիկ ասում են, ես աջակցում եմ այս քաղաքական ուժին այս հարցերում, բայց այս հարցերում դրանց հետ համաձայն չեմ, եւ դա նաեւ շատ գեղեցիկ ձևով, ասած, պետք է բռնի կոալիցիաների կազման հետ, հա, որովհետեւ երբ որ դու օրինակ ինչ որ մի քաղաքական ուժ ես ներկայացնում, որը հավաքել է 10%, դու պետք է բացատրես, թե ինչի ես դու կոալիցիայի մտնում մեկ այլ քաղաքական ուժի հետ, որը ասենք 30% է հավաքել, հա, որտեվ դու ասում ես, այո, ես նրանց հետ համաձայն չեմ այս հարցերում, բայց այս հարցերում ես իրancs հետ համաձայն եմ, դրա համար ես կոալիցիայի մեջ եմ մտնում։ Իսկ սա պահանջում է այն ինչ որ ես ասում եի, հա, իրար լսելու ունակություն, այսպես ավելի բարդ ինչ որ հաշվարկների ունակություն, այլ ոչ թե ուղղակի իրար վրա գոռալ,
իրար մեղադրել դավաճանության մեջ եւ իրարից նեղանալ այդ ամեն ինչի արդյունքում։ Պարոն Զոլյան, ի վերջո ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում նույն Գյումրիի ընտրությունների արդյունքում, որտեղ Մարտուն Գրիգորյանը այսպես կարծեք թե երկակի հայտարարություններ է անում առանց հստակեցման, իհարկե նշվել է, որ այսօր մամուլը գրում է, որ այսօր նա այսպես ծավալուն հայտարարությամբ հանդես կգա, այնուամենայնիվ կոալիցիա չկազմել, բայց համագործակցել ընդհանրապես տրամաբանական համարում եք թե ոչ, հաշվի առնելով նաև այն հակամարտությունը, որ կար օրինակ Վարդան Ղուկասյանի եւ նաև Մարտուն Գրիգորյանի միջեւ։ Եկեք, ես այդ տեղական ինքնակառավարման ընտրությունները ընդհանրապես շատ յուրօրինակ ոլորտ են եւ այնտեղ պետք է իրոք կոնկրետ քաղաքի, կոնկրետ համայնքի իրավիճակը շատ լավ իմանաս, ես չեմ հավակնում, որ ես շատ լավ գիտեմ Գյումրիում տիրող իրավիճակը։ Բայց այնուամենայնիվ դարձյալ անձերի շուրջ էր այս ընտրությունը։ Հա, ես ինչ-որ կանխատեսում դժվարանում եմ անել։ Ինձ թվում է, որ ամենալավ տարբերակը գյումրեցիների համար կլիներ, որ նոր ընտրություններ անցկացվեին։ Բայց գուցե նույնիսկ եթե օրինակ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, դա ի վերջո այսպես վերջնական առումով օգտակար կլինի, որովհետև մեզ բոլորիս համար կլինի պես ազդանշան, հա, որ ինչ-որ մի հատ խնդիր կա, որտեղ ես այ Վարդան Ղուկասյանը, հա, կոմունիստ է եւ հավատացյալ է, հա, ես էլ, պես ասած, այդ ոգով ասեմ, որ ուրեմն ինչպես հին հռոմեացիներն էին ասում, ձայն բազմած, ձայն Աստծո։ Ու եթե այս ընտրությունների արդյունքում Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, գուցե հենց այդպես էլ պետք է, որպեսզի մենք այդ ազդանշանը տեսնենք եւ ԿՊ-ն, եւ քաղաքացիական հասարակությունը, եւ քաղաքացիները բոլորը տեսնեն, թե ինչ եղավ, եւ այդ ինքնակնդատությունը եւ այդ ինքնավերլուծությունը, որի մասին մենք խոսում ենք, տեղի ունենա, եւ գուցե ավելի լավ է, որ սա հիմա տեղի ունենա, քան 2026 թվականի ընտրությունների ժամանակ։ Ամեն դեպքում փաստորեն կրքերը դարձյալ ել ավելի թեժ են լինելու համապետական ընտրություններին։ Դե տեսնենք։ Ես հույս ունեմ, որ հետևությունները կարվեն եւ այդ ընտրությունները ավելի, այսպես ասած, հանգիստ կլինեն եւ էլի բոլորս ստրեսի մեջ չենք հայտնվի անկախ նրանից թե Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Ես այդպեսի բան չեմ ասել, խնդրում եմ ինձ դա չվերագրել։ Ես ասում եմ, իհարկե շատ ավելի լավ կլիներ, որ օրինակ Սարիկը դառնար քաղաքապետ, չեմ ասում Լևոն Բարսեղյանը, բայց եթե այսպեսի իրավիճակ է ստեղծվել, ես կարծում եմ ամեն դեպքում ամենալավ տարբերակը կլիներ նոր ընտրությունը, բայց եթե նոր ընտրություն չի լինում եւ Վարդան Ղուկասյանը դառնում է քաղաքապետ, մենք պետք է ընդունենք այդ իրողությունը եւ այդ իրողությունից մեր հետևությունները անենք։ Չնայած ես չեմ կարծում, որ նա եթե դառնա քաղաքապետ, նա կկարողանա շատ երկար ժամանակ պահել այդ դիրքը, որովհետեւ ես համոզված եմ, որ այդ կոալիցիան շատ արագ կքանդվի եւ ավելին ես համոզված եմ, որ նախկինները ի վիճակի չեն աշխատել այս նոր պայմաններում, հա, եւ գուցե հենց դրա համար արժի որ նա դառնա քաղաքապետ, որպեսզի այդ ամեն ինչը ավելի ակնհայտ դառնա։ Եվ շատերը չեն բացառում, որ դարակներում կոմպրոմատները, հարուցված գործերը ջրի երես նորից դուրս կգան այս փուլում։ Բացառում եք, մենք ունենք այդպիսի տարբեր օրինակներ, նույն օրինակ Վանաձորի դեպքում։ Դե ես չգիտեմ, ես կարծում եմ, որ եթե կան այդպիսի նյութեր, այդ նյութերը վաղուց պետք է արդեն նրանց պետք է ընթացք տրվեր եւ ուղղակի չհասնեինք մենք այստեղ։ Դրա համար ես ընդհանրապես չէի ուզենա, որ ինչքան այդ կոմպրոմատի թեման, այսպեսի, չգիտեմ, ճնշումների թեման մեր քաղաքական գործընթացից դուրս լինի, այդքան լավ, բայց դե ելի մենք պետք է հասկանանք, որ մենք ապրում ենք ոչ թե Նորվեգիայում կամ Շվեյցարիայում, այլ մենք ապրում ենք Հայաստանում, մեզ մոտ մինչև 2018 թվական եղել է այդպեսի քրեա օլիգարխիկ համակարգ եւ այդ համակարգը այնպես չի որ մի օրվա մեջ կարող էր վերանալ եւ ցավոք սրտի դեռ մենք այս իրավիճակների հետ առերեսվելու ենք բավականին երկար ցավոք սրտի։ Շնորհակալ եմ, պարոն Զոլյան։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում էի քաղաքագետ նախկին պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։